Ի սկզբանե տվյալ խափանամիջոցը ընտրված է եղել վարույթի ամենասկզբից եւ խափանամիջոցը ընտրելու հիմքը եղել է այն, որ դատարանը մերժել է կալանավորումը որպես խափանամիջոց կիրառելու միջնորդությունը քննչական մարմնի Եվ դրանից անմիջապես հետո իմ ուղեկցությամբ երեկոյան ուշ ժամի պարոն Չեմբերջյանի հետ ուղևորվել ենք հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ որ նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգել խափանման միջոցը։ Եվ հետաքրքրականը այն է, որ չնայած կալանավորման ջանքերին եւ միջնորդությունների եւ հետագայում բողոքների մերժումից հետո Նաև որպես լրացուցիչ խափանամիջոց որոշվեց ընտրվել գրավը, որը բնականաբար վճարվեց։ Եվ բողոքի ժամանակ շուրջ 6-7 ամիս, իսկ հիմա արդեն շուրջ 10-11 ամիս է, ինչ պարոն Չեմբերջյանի նկատմամբ նրա մասնակցությամբ որևէ քննչական դատավարական վարորդային գործողություն չի կատարվել եւ մեզ մոտ արդեն հիմնավոր տպավորություն էր ստեղծվում, որ պարզապես ինքնանպատակ կերպով սահմանահատումների արգելք է դրված, ուստի մեր բողոքը կայացել է նրանում, որ դրանում տեղ են գտել հիմնավորումներ այն մասին, որ պարոն Չեմբերջյանը եւ բիզնես գործունեության եւ առողջական նպատակներով անհապաղ կարիք ունի երկրից մեկնելու։ Բողոքը հակակոռուպցիոն դատարանի կողմից քննվել է եւ բավարարվել է, ընդ որում գրավորի ցանցում է կատարվել բանավոր քննության եւ բողոքով կայացված որոշման շրջանակներում դատարանը պարտավորեցրել է քննչական մարմնին կայացնել համապատասխան վարույթային ակտ։ Այն է վերացնել բացակայելու արգելքը, որոշում կայացնել տվյալ խափանման միջոցի վերացման մասին։ Սակայն ի զարմանս մեզ նախաքննական մարմինը որոշել է այլ ուղղությամբ գնալ եւ որպես հիմնավորում բերել է ընդհանրապես այն հանգամանքը, որ տվյալ կայացված դատական ակտը բողոքարկվել է վերադասացիանում։ Մինչդեռ գործող քրեադատավարական կարգավորումներով տվյալ որոշման կայացումից անմիջապես հետո քննիչը պետք է ստանալու պես տվյալ որոշում կայացնել բացակայելու արգելքը վերացնելու մասին։ Թե ինչու տվյալ գործի պարագայում չեն գործում, բնականաբար ողջամիտ բացատրություն գտնել հնարավոր չի եւ մեր կանխավարկածը հետեւյալն է եւ մեր կանխավարկածը հիմնվում է նաեւ օրենսդրական կարգավորման վրա, ըստ որի խափանման միջոցի վերաբերյալ կայացված որոշումը պիտի անմիջապես կիրառություն գտնի։ Եվ նույն տրամաբանությամբ ես համոզված եմ, եթե վերադասացյանը օրինակ որոշում կայացներ առաջին ատյանի հակակոռուպցիոն դատարանի որոշումը բեկանել եւ փոփոխել այն է սահմանահատումների արգելքը կրկին համարել օրինաչափ մեծ հավանականությամբ նախաքննական մարմինը ամենևին էլ եթե մինչ այդ վերացրած լիներ խափանման միջոցը ամենևին էլ չէր սպասելու վճռաբեկ դատարան մեր բողոք մուտք անելուն եւ միանշանակ է որ կրկին կիրառելու էր տվյալ իրավանորմը, որը որ պիտի կիրառեր Այսինքն սրանից բխում է հետևյալը, որ ցավոք սրտի պիտի նշեմ, որ նախաքննական մարմինը գործող օրենսդրական կարգավորումը կիրառում է ըստ պատեհության եւ ըստ նախաքննական մարմնի հայեցողության, ինչը անթույլատրելի է։ Իմ ներկայացրած բողոքում հիմնական անդրադարձս եղել է նրան, որ ողջ վարույթի նախաքննության ընթացքում պարոն Չեմբերջյանը դրսևորել է իրավահպատակ վարքագիծ, որևէ տեսակի միջամտություն, որևէ տեսակի պարտականությունների կատարելուց խուսափում կամ ցանկացած տիպի հակաօրինական դրսևորում նրա կողմից չի եղել եւ այս ողջ ժամանակամիջոցում մենք ընդհանրապես եղել ենք սպասողի դերում։ Ընդ որում ցանկանում եմ ընդգծել, որ չնայած նրան, որ նախաքննական մարմինը տվյալ ժամանակամիջոցում բավարարել է միջնորդությունը, օրինակ, այլ քննչական գործողություններ կատարելու, առերեսումներ եւ այլն, դրանց վերաբերյալ այնուամենայնիվ որևէ կերպ անդրադարձ չի արել որոշման մեջ, թե դրանք երբ են կատարվելու եւ մինչ օրս որևէ միջոց չի ձեռնարկել այդ առերեսումների կամ այլ քննչական գործողությունների կատարման մասով։ Հետևաբար, բացի նրանից, որ բողոքի հիմքում դրվել է փաստացի քննիչի անգործությունը, նաեւ մենք անդրադարձ ենք արել ոչ
պակաս էական խնդիրների։ Պարոն Չեմբերջյանի առողջական վիճակին վերաբերող հարցերին, ըստ որոնց նա անհետաձգելի զննության կարիք ուներ եւ մինչ այժմ ունի։ Բացի այդ, մենք հասկանում ենք, որ գործարար անձը, եթե ըստ էության գործունեություն է ծավալում երկրից դուրս, միանշանակ է, որ շատ հաճախ կարևորագույն որոշումների կայացման հարցում անհրաժեշտ է նրա մասնակցությունը։ Եվ ցավով արձանագրում եմ, որ նախաքննական մարմինը այս ամենը դիտարկել է ընդամենը որպես քննությունից խուսափելու միջոց եւ դատախազությունն էլ ըստ էության բողոքին ի պատասխան ներկայացնում է դիրքորոշում այն, թե պարոն Չեմբերջյանը կարող է օրինակ գնալ Հայաստանից եւ չվերադառնալ, ինչը ամենևին տրամաբանական չի, հաշվի առնելով հայրենիքի հետ նրա կապը, հաշվի առնելով, որ ինքն է ժամանակին դրսում ծնված մեծացած լինելուց հետո վերադարձել Հայաստան, այստեղ ներդրումներ, բարեգործություններ կատարել, ընդ որում այդ ներդրում ասվածը մեծամասամբ վերաբերում է բարեգործություններին եւ այստեղ ինքը որպես այդպեսին բիզնես շահեր չի հետապնդել եւ բիզնես գործունեություն այստեղ չի իրականացնում։ Առաջին հերթին մեր խնդիրը եղել է ոչ թե արհեստական որևէ իրավիճակ սրել եւ ներկայացնել որպես այդպեսին, մեր խնդիրը եղել է ստեղծված հարցի լուծումը եւ այժմ էլ շարունակում է մնալ առաջնային լուծման հարց։ Բնականաբար գրություն է ուղարկվել մարդու իրավունքների պաշտպանին եւ վերադաս դատախազին խնդրանքով, որ վերջինս հետևողական լինի դատարանի որոշման ի կատարածման հարցում, քանի որ դատական ակտի չկատարումը եւս նախատեսված է որպես առանձին հանցակազմ եւ մեր խորին համոզմամբ անկախ դատախազության եւ նախաքննական մարմնի վերացական պնդումներից փաստացի այստեղ արկա է նաեւ այդ հանցակազմը, որովհետեւ դատական ակտը, տվյալ տեսակի դատական ակտը ուժի մեջ է մտնում գրավոր քննության պարագայում որոշման կայացման պահից եւ բանավորի պարագայում հրապարակման պահից։ Այսինքն բովանդակային առումով մի քանի ամիս է ինչ դատական ակտ չի կայացվում։ Եվ այս առումով բնականաբար հետևողական ենք լինելու մեր ըստ հաղորդի իրավունքի իրացմանը եւ խախտված իրավունքի վերականգնմանը։